Օրինակ այդ ինչ զգացողություն էր։ Ես իրոք ստրես էի տանում, հատկապես 27-28 տարեկանում հնարավորություններ են գալիս ամեն տարիքի հետ, հա, որ դու պիտի բաց չթողնես։ Ներքին կոնֆլիկտի մեջ է ինքս ինձ հետ։ Առասարակ մարդինց հետաքրքիր է այդ առումով։ Չշփվել են մարդկանց հետ, ովքեր քո աուրան կոպիտ ասած խախտում են։ 0-ից սովորելու этаպը ինձ մոտ էլ էր շատ ստրեսային։ Ասացինք ու արեցինք։ Լսի, հա, սենց ուղղակի ասացիր հաս, արի ոդկաստ նկարենք, ասեցի արի։ Իրականում չեն հավատա մարդիկ, որ լսեն հիմա, որ երևի մի 5 րոպեվա մեջ ենք այս ամեն ինչ կազմակերպել, բայց անուն չենք մտածել։ Քանի որ մեր թեմաները հիմնականում լավ զգալու մասին են լինելու, everything wellness, հա, շատ լավ է հնչում։ Ինձ իսկապես հետաքրքիր է, որպես ընկեր, իմանալ քո առաջնահերթությունները, ոնց են փոխվել վերջին մի քանի տարիների ընթացքում եւ ինչից ելնելով օրինակ։ Իրականում, հա, առաջնահերթությունները նույնիսկ տարին տարվա վրա փոխվում է, որովհետեւ դու ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի ավելի խորությամբ ես ճանաչում ինքդ քեզ, քո հետ կատարվող ամեն ինչ, քո շուրջ աշխարհը ու սկսում ես ուրիշ բաներ կարևորել կյանքում։ Օրինակ, ես հիմա այն տարիքում եմ, որ սկսել եմ ավելի կարևորել ինքս ինձ, իմ լավ լինելը, իմ առողջությունը ու խաղաղությունը։ Իսկ օրինակ, եթե նայեմ ինձ 5 տարի առաջ, իրականում ինձ մոտ քաոս էր, ես ուզում էի, որ շուրջս լիներ ամեն ինչ իդեալական, բայց արդյունքում ես տուժում էի։ Ես հասկանում էի, որ դրանից ավելի տագնապային եմ դառնում, ինչ որ պերֆեկցիոնիզմը ինձ ուղղակի տանում է, ու ես ինձ լավ չեմ զգում։ Իսկ հիմա պահ է գալիս, որ ես ուղղակի ասում եմ, թող աշխարհը կանգնի, ես հիմա պիտի մտածեմ իմ լավ լինելու մասին։ Ու այստեղ շատ կարևոր է, որ իմ համար շատ դժվար էր ընդունել այն փաստը, որ ես պետք է սկսեմ շուտ քնել։ Ես իրոք ստրես էի տանում, հատկապես 27-28 տարեկանում, որ արդեն ինչ որ անցումային շրջան է սկսվում քո կյանքում, ես պայքարի մեջ էի, որ հասկանում էի, որ երբ որ ես ուշ եմ քնում, ինձ լավ չեմ զգում, օրինակ, ավելի քիչ արդյունավետ է լինում իմ հաջորդ օրը, բայց չէի հանձնվում, իսկ հիմա այդ առումով ավելի, չգիտեմ, թե արդեն որ 30 անցել է, ինձ ավելի մեծ եմ զգում, դա կապ ունի թե չէ, բայց հիմա ավելի ներդաշնակ եմ ինքս ինձ հետ, կարևորում եմ իմ լավ լինելը եւ իրականում ավելի կարևորում եմ իմ արդյունավետ լինելը, այսինքն ես ուզում եմ լինել մաքսիմալ պրոդուկտիվ, ռեսուրսային, իսկ ռեսուրսային լինելու համար ինչա պետք, որ դու քեզ լավ նայես, քո առողջության մասին մտածես, քո մարմնի մասին, քո հոգու, քո հոգեվիճակի մասին։ Անգլերենով ասում են fear of missing out, FOMO, որ անընդհատ մենք կարծես թե ունենք պահանջ ներկա լինելու, մասնակից լինելու, ինչ որ ամենտեղ մեզանից մի քիչ տալու, բայց իրականում փաստը այն է, որ արդյունքում մենք կորցնում ենք հենց այդ ռեսուրսը, որը հենց մեզ ուղղակի լավ լինելու համար է պետք։ Ու հատկապես հիմա, որ տեսնում ես համացանցում իդեալականացված այդ կյանքը, որ չգիտեմ, թեկուզ մոնտաժած, բայց ցույց են տալիս իրենց ամբողջ օրը, բայց կարող է իրենք դա, չգիտեմ, մի ամսում են մոնտաժել, որ առավոտյան էս հասցրեցին հետո են, այսինքն շատ պրոդուկտիվ են, մեկ-մեկ այդ ինֆորմացիան քեզ ուղղակի կարող է հասցնել ինչ-որ տագնապային վիճակի, որ դու չես հասցնում այնքան ինչքան ուրիշները։ Իրականում այդ համեմատվելը լավ բանի չի բերում, ու դա ինձ թվում է այս իրականության հիմնական խնդիրներից է, որ բոլորը համեմատվում են թե իրենց արտաքինով, թե հնարավորություններով, թե ամեն ինչով։ Համեմատվելը մեր դարի իրոք ամենամեծ հիվանդություններից մեկն է։ Անցած օրը կարդում էի ու միտք եկա, որ տարիներ առաջ ընդունենք ինչ սոցիալ-քաղաքական խնդիրներ կային ու բացահայտ ինչ որ մեծ խնդիրներ, հիմա էլ իհարկե կան բացահայտ մեծ խնդիրներ, բայց հիմա նաև կան այդ թաքնված մեծ խնդիրները, օրինակ այդ համացանցի աժոտաժը, որ կատարվում է, այդ բոլորի successful success, ես այդպես եմ ասում, հաջողակ հաջողություն, ինչ որ բոլորը իսկապես ամեն ինչ հասցնում են, ամեն բան իրենց կյանքում լավ է, նույն ձևով ամեն օր քո վրա աշխատելով, բայց պահա գալիս, որ դու ասում ես վերջ եմ, որ
իսկապես այսքան էր իմ ուժ, անընդհատ դա process է, որը դու միշտ պետքա քեզ մարզես, կոպիտ ասած, մտավոր, հոգևոր, ֆիզիկապես անընդհատ լինես լավ մարզավիճակում, որպեսզի ունենաս այդ ռեսուրսը։ Իսկ այդ համեմատվելը ոնց որ հիմա ժամանակի գայթակղությունն է իմ կարծիքով։ Պետքա կարողանալ այդ սոցիալական ցանցերին ինչ որ մի կետում իսկապես այդ ցանցերի տպավորությանը ստոպ տալ։ Իսկապես դու ինքդ քեզ պիտի ասես ստոպ։ Այստեղ շատ կապ ունի տարիքը, քանի որ տարիքի հետ սկսում ես քո արժեքները սկսում են փոխվել։ Այսինքն ինչ 20, 25, 24 կամ 20 տարեկան աղջիկը կուզենա իր կյանքում լինի, կարող է շատ տարբեր լինել 30-նանց աղջիկա արժեքներից կարող է շատ տարբերվել։ Ես կարծում եմ, որ դա պետք է ընդունել ու փորձել հարմարվել այդ փոփոխություններին, այսինքն պետք է ընդունես, որ դու ավելի խելացի ես դառնում ժամանակի հետ ու քեզ սիրես այն տարիքում, որ դու կաս ու հարմարվես այդ քո տարիքի առաջնահերթություններին ու արժեքներին։ Երևի թե նաև բացահայտես քո տարիքի առավելությունները, որովհետև ամեն տարիքում դու ինձ համար օրինակ այդպես է, որ հնարավորություններ են գալիս ամեն տարիքի հետ, հա, որ դու պիտի բաց չթողնես, հիշելով վա ինչ լավ էր, երբ որ 20 տարեկան էի, կամ վա հեսա կդառնամ 40։ Իհարկե միշտ ասում ես ինչ լավ էր, որ 20 տարեկան էի, բայց ես հիմա իմ տարիքը սկսել եմ շատ սիրել։ Միգուցե սկզբում ինչ որ անհաշտություն կար ինքս ինձ հետ, երբ որ արդեն դարձա 30 տարեկան, բայց հիմա սկսել եմ շատ սիրել իմ տարիքը, քանի որ հասկանում եմ, որ ես ավելի մուդր եմ դառնում, հայերեն չգիտեմ, իմաստուն եմ դառնում, ավելի խորքային, ամեն ինչին ավելի ուրիշ տեսանկյունից ես նայում ու դա իրականում շատ հետաքրքիր process է։ Ազատություն է, չէ՞ տալիս մի տեսակ։ Շատ հետաքրքիր process է, որ ինձ շատ դուր է գալիս։ Ինքնաճանաչողական ինչ որ շրջան է սկսվում, կարծում եմ 30-ից հետո սկսվում է իսկական ոնց որ նոր մեծանաս, չէ՞, սենց կայանաս, միանշանակ։ Սեպարացիան, ամեն ինչ ոնց որ այդ տարիքում ավելի սենց վառ է երևում։ Հետաքրքիր է, չէ՞, որ 20-ում մտածում ես, որ всё արդեն դու մեծ ես, հիմա հեսա այնքան բան ես հասցնելու մինչև 30, բայց ինձ մոտ էլ էր այդ ձև, որ 30-ի շեմը երբ որ հատեցի, հասկացա, որ այ չէ, նոր հիմա է սկսվում այդ ինչ որ բաներ 0-ից սովորելու этаպը, ինձ մոտ էլ էր շատ ստրեսային, բայց ես էլ շատ աշխատեցի ինձ վրա, որ բաց չթողնեմ այս լավագույն տարիները իրականում, որովհետև այն պահը, երբ որ ես հիմա ռեալ գիտակցում եմ, որ ընդամենը 1 տարի առաջ, 2 տարի առաջ ինչ որ մի սիտուացիա կարող էր ինձ օրինակ հունից հանել կամ լրիվ ուրիշ դատողությամբ կամ լրիվ ուրիշ տեսանկյունից էի մոտենում, հիմա տվյալ սիտուացիան միմիայն ծառայում է ինձ աճի համար, մյուս этап գնալու համար ու այդ հետևողական լինելը, որ դու միանգամից չես տրվում էմոցիաներին, այլ ուղղակի հետևողական ես։ Քո էմոցիաները այդ պահին մի հատ զգում ես, ասում ես, «Ո, ես ինձ բան զգացի, հետաքրքիր է, ինչ էր որ զգացի, ինչի սենց»։ Այդ շատ սիրուն experience է ու հաստատ քեզ տանում է մյուս մակարդակ։ Այս միտքը գուցե շատ մարդկանց օգնի, օրինակ ես երկար տարիներ նույնիսկ չեմ նկատել իմ էմոցիաները։ Հասարակ մի բան, երբեմն արտաքին սիտուացիաները կամ արտաքին երևույթները ես իդենտիֆիկացրել եմ շատ հաճախ ինձ հետ։ Օրինակ, այդ րոպե կարող է, չգիտեմ, մեքենաս մաքուր չի, ես իջնում եմ մեքենայից ու անցնում եւ նայում եմ, ասես զգում եմ ֆիզիկական լեվլով լարվածություն, ու ես կանգնում ու ինձ հարց եմ տալիս, ասում եմ, բայց այդ ինչ զգացիր։ Օրինակ, այդ ինչ զգացողություն էր։ Միա հանգստացի, չէ՞։ Հա, ասեք լարվեցին, մեքենա է, օքեյ։ Գլվանաս կամ չգիտեմ մի ուրիշ բան, բայց ինչու ես դու արտաքին ինչ որ մատերիալ նյութական մի բան կամ ինչ որ երևույթ կամ նույնիսկ այդ րոպե ինչ որ մեկի ասած խոսքը դա կարող է լինել, հա, ուղղակի մեքենան օրինակ էր այստեղ վերագրում քո քեզ հետ, իդենտիֆիկացնում քեզ հետ, բայց օրինակ տարիներ առաջ այդ արտաքին ամեն ազդակը խորքային կարող էր ազդել ու ինձ տրամադրություններ ստեղծել ու վերաբերմունք փոխել։ Երևի թե 30-ից հետո այդ պատնեշն ես նաև ունենում, որ ամեն ինչ չի որ կարող է թափանցել քո հոգու ներս։ Այստեղ համ 30-ից հետոն է, բայց կարող եմ ասեմ, որ մի բան էլ կա։ Մենք այսպես ասած այն սերունդն ենք, զոհ սերունդն ենք, որ անցել ենք անցումային ինչ-որ փուլ, այսինքն
սովետական մտածելակերպը փոխվել է ավելի ժամանակակից մտածելակերպի, ու մենք ստացել ենք այն սովետական դաստիարակությունը մեր ծնողներից, իսկ հիմա ապրում ենք լրիվ այլ իրականության մեջ, ու այդ տրանսֆորմացիան մեզ ինձ թվում է ամենադժվարն է տրվել, որովհետև ես օրինակ որ հիմա նայում եմ իմ երեխաներին, իրանք այնքան լավ են իրանց էմոցիաները ճանաչում ու քեզ մի հատ էլ դրանց մասին պատմում ու դաս տալիս։ Հա, ես մեկ-մեկ ապշում եմ, որ իրանք այնքան հստակ գիտեն, իրանք ինչ են զգում եւ ինչ են ուզում եւ ինչ չեն ուզում, որը որ օրինակ ես այս վերջերս եմ սկսել սովորել։ Հա, այստեղ խիղճս ինձ տանջեց, որովհետև մենք էլ երևի մեր հոգեբանների մոտ հիմա պատմում ենք, թե ծնողներս ինձ էս ինչ բանը չեն հարցրել կամ ինձ ոչ մեկ չի հարցրել հիմա դու ինչ ես սիրում եւ իսկապես երբ որ մենք մեծանում ենք, օրինակ իմ դեպքում այդպես է եղել, կարգը էսպես է կամ քեզանից ակնկալել են մաքսիմալը, բայց մի բան ասեմ, ես չեմ մեղադրում։ Ես մեր ծնողների այդ դաստիարակության էտապը իսկապես չեմ դիտարկում որպես տրավմատիկ։ Չէ, տրավմատիկ չի, ուղղակի այս իրականության հետ մի քիչ անհամատեղելի է, թե չէ իրականում միգուցե ավելի ճիշտ է։ Բայց ես էլ եմ կարծում, որ ունեմ այն գործիքակազմը հենց այդ տարիներից, որ ինձ տվյալ ժամանակահատվածում, հատկապես 30-ից հետո, օգնում է մնալ դիսցիպլինայի մեջ ու այն որ վստահ գնալ առաջ, այսինքն ես գիտեմ, որ ինչքան որ հասկանում եմ, դժվար ենթարկվեմ ինչ-որ ազդեցությունների տարբեր կամ իմ պատկերացրած ու առաջնային արժեքներից շեղվեմ, այդ պահը չկա, այսինքն այն ինչ ֆունդամենտալ դրված կա այդ տարիներից, ինձ թվում է մի քիչ ավելի մնայուն էր, չգիտեմ, այդպես եմ տնական։ Այո, ես չգիտեմ, օրինակ երեխաները որ մեծանան ինչ ձև կլինեն, բայց մեր պարագայում հա մենք մի քիչ կոնսերվատիվ ենք միգուցե մեր դաստիարակությամբ, բայց ավելի հստակ ենք։ Հաս մի հարց էլ է ինձ հետաքրքիր, օրինակ, չգիտեմ, շփումներում, երբ որ օրինակ ընկերներ, չգիտեմ, աշխատանքային ընկերներ, միջավայր, հիմա նոր այս տարիքում սկսել եմ, միշտ ֆիլտրել եմ, բայց հիմա շատ ավելի սելեկտիվ եմ։ Հա, ես էլ, ու ինձ թվում է դա էլ է տարիքի հետ գալիս։ Ինձ մոտ նույնիսկ եղավ ինչ-որ մի շրջան իմ կյանքում, որ ես ներքին կոնֆլիկտի մեջ էի ինքս ինձ հետ, որ ինչ-որ մարդկանց ներկայությունից, ինչ-որ մարդկանց հետ շփումից ես կարող էի օրինակ ինձ վատ զգալ, ինքնազգացողությունից իրականում վատանար, ինչ-որ լարվածություն ունենայի, ու ասում էի լավ, ինչու ես պետք է ինչ-որ մեկի հետ շփումից ինձ վատ զգամ, էլի, ինչու պետք է այդպես լինի, բայց հետո եկավ ինչ-որ մի շրջան, որ ես հասկացա, որ դա էլ է օքեյ, դա նորմալ է, որ կան տոքսիկ մարդիկ, հիմա մոդայի կա շատ բայց դա իրականում նորմալ է ու պարտադիր չի, որ դու միշտ քեզ լավ զգաս բոլորի հետ շփման մեջ, հատկապես եթե դու զգայուն մարդ ես, դրա համար իրականում էլի քո well-being-ի համար լավ կլինի, որ դու ֆիլտրես քո շրջապատը, փորձես մաքսիմալ չշփվել են մարդկանց հետ, ովքեր քո աուրան, կոպիտ ասած, խախտում են։ Առասարակ մարդը ինձ հետաքրքիր է այդ առումով, ու նաև նկատեցի sense մի բան, որ օրինակ իմ մեջ էլի տենց ուսումնասիրեցի, որ ես կարող եմ բաց թողնել մարդկանց, օքեյ ինչ-որ սիտուացիաներում ունենալ նաև ներքին կոնֆլիկտներ, բայց հետո հետադարձ հայացքով, երբ որ վերլուծում եմ այդ սիտուացիաները, հասկանում եմ, որ ցանկացած նմանատիպ իրավիճակ ստեղծվում է իմ ոչ լիարժեք բաց կոմունիկացվելու պատճառով, էլի ոչ թե մեղք չէ, այլ ոչ լիարժեք միջև վերջ կոմունիկացվելու պատճառով եւ երբ որ արդեն ժամանակ է անցնում եւ այլն, նույնիսկ իմ մեջ չի մնում որևէ ատելություն, բացասական վերաբերմունք, բացասական հիշողություն ու անգամ կարող է իսկապես կան մարդիկ ում հետ ես երբեք չեմ ուզենալ նորից կոնտակտի դուրս գալ, հենց այդ պատճառով, որտեվ ոնց որ լրիվ ուրիշ մտածելակերպի կամ տարբեր հարթությունների վրա են գտնվում, բայց չկա ատելություն, այսինքն ես լավն եմ կամենում, ես նույնիսկ կարող ասեմ, վայ, ինձ լավ հումոր ուներ կամ վայ, ինձ լավ, ինձ ճաշակով, օրինակ, այսինքն շարունակում եմ գնահատել մարդկանց մեջ լավ կողմերը, շարունակում եմ հավատալ, որ ամեն ինչ ինձ մոտ լավ կլինի, չունեմ ատելություն, բայց այդտեղ ինչ որ մի հատ վերջակետ կա այդ շփման մեջ, որտեղ ոնց որ տարբեր ճանապարհներով են գնում։ Բայց միևնույն է, այդ պահին էլ մինչև վերջ
չխոսելը, չարտահայտելը քո էմոցիաները, ինձ թվում է դա էլ մեր բաժինն է տվյալ սիտուացիայում սովորելու, էլի։ Այստեղ մի ուրիշ զուգահեռ բան էլ կարող եմ ասել, որ շատ բան գալիս է մեր ընկալումներից։ Շատ բան չի, ամեն ինչ գալիս է մեր ընկալումներից, այսինքն ցանկացած թեկուզ, չգիտեմ, այս բարձի կապույտ գույնը դա մեր ընկալումն է, կարող է ինքը իրականում ուրիշ գույն է։ Ու գալիս է ինչ-որ մի էտապ քո կյանքում, որ դու սկսում ես իզուր տեղը բացասական ընկալումներ չունենալ, այսինքն եթե գիտես, որ դա այդ բացասական ընկալումը քեզ բերելու է ինչ-որ մի վատ վիճակի, դու տրամադրության անկում ես ունենալու, դու ուղղակի կոպիտ ասած բլոկ ես անում այդ բացասական ընկալումը եւ վերջ, սիտուացիան բաց ես թողնում ու գնում ա։ Այդ շատ է օգնում։ Ես դրա մասին իրականում գիրք եմ կարդացել, ճապոնացի գրող, հիմա չեմ հիշում անունը, բայց գիրքը կոչվում է Don't Believe Everything You Think, ու ինքը շատ հետաքրքիր գիրք էր, շատ պարզ գրված, բայց այնքան խորն էր իր իմաստը, որ ինչ որ դու մտածում ես, իրականում դա ուղղակի քո ուղեղն է մտածում, դա ուղղակի ինչ որ վիբրացիաներ են, ինչ որ մեխանիզմ է, որը մի տարիքում դու քո մեջ այդ մեխանիզմով ես առաջնորդվել, դա քեզ օգնել է ինչ որ սիտուացիայում, հատկապես մանկության early childhood, ավելի վաղ մանկության տարիների ընթացքում մանկության ընկալումներից եկած էլի։ Ինձ մոտ էլ այդ մեխանիզմները երկար ժամանակ կհավատաս, որ իմ շփումներում հենց խոչընդոտ են հանդիսացել, այսինքն դրանք այդ մեխանիզմներն են, որոնք մենք մանկուց ձևավորում ենք ինչ որ սիտուացիաներում մեզ պաշտպանելու համար, կամ այդ տվյալ մեխանիզմը մեզ լուծումների է բերել։ Ես իմ մեջ էլ ունեմ այդ մեխանիզմները ու ես շատ սիրում եմ իրենց բացահայտել, որովհետև հենց սկսում ես հասկանալ դու ոնց ես պատճառահետևանքային կապը, ոնց է քո ուղեղը respond-անում, արձագանքում այդ սիտուացիաներին, եւ դու ստոպ ես այդտեղ տալիս, ասում ես, բայց մի րոպե, էս այդ իմ սովորությունն է։ Այդ գրքում նաև մի հետաքրքիր բանի մասին էր խոսում, որ երբ որ դու ինչ-որ մի բան ուզում ես, դու պիտի ուղղակի ուզես։ Այսինքն, երբ որ քո ուղեղը արդեն սկսում է մտածել, բա ոնց, ինչ անեմ, այդ արդեն սխալ ուղի է։ Պետք է ուղղակի ուզել։ Ու հիմա նոր մտքիս եկա, որ մենք ուղղակի ուզեցինք ոդքասթ անել, էլ չխորացանք, չէ՞ այդ պահին, բա ոնց, ուղղակի sense հայտնվեցինք այս սիրուն տաղավարում։ Ու ես արդեն 4 անգամ ասի, որ ես ուզում էի հենց sense։ Բայց չէի էլ տեսել այդ պահին ասա, որ դու իմ հետ խոսելիս չես էլ մտածել, բա ոնց, sense ուղղակի ասեցինք, օքեյ, անենք, ու sense արեցինք։ Մենք գիտես ինչ արեցինք։ Մենք վստահեցինք իրար։ Ես վստահեցի, որ այն ինչ որ խոսել էինք քո մասով, ընդհանրապես մի բառ դա կլինի, դու էլ վստահեցիր, որ այսպես հետաքրքիր է, այսինքն իրոք պետքա վստահես այդ պետքա չմտածել, ես հասկացել եմ, որ պետքա քիչ մտածել։ Այդ իմ համար շատ դժվար գործ է։ Բոլորի, այդ process-ը, որ պիտի անցնես, հասնես այն этаպին, այն քո կյանքի այն этаպին, որ սկսես մաքսիմալ քիչ մտածել։ Գիտես ինչ եմ նոր սկսել հասկանալ ու ինձ հետ նենց դուր է գալիս, այն որ հաճախ ասում են, ինձ միևնույն է իմ մասին ինչ կմտածեն, այդ չէ, դրա մի ուրիշ տեսակը, որ մի պահ կար, երբ որ կարիք ունեիր քեզ ներկայացնելու կամ ինչ-որ մի ձև քեզ դրսևորելու, հա, աշխատավայրում կլինի կամ նույնիսկ բարեկամական միջավայրում կամ, չգիտեմ, ես հիմա բացարձակ կարիք չունեմ նույնիսկ ներկայանալու, չեմ ուզում Երևան, այսինքն այդ նենց հետաքրքիր է, որ չեմ փորձում որևէ տպավորություն կամ կերպար ստեղծել, գուցե վատ է, չեմ կարող ասել վատ է, չէ, իսկ դա էլ է կապված տարիքի ու փորձի հետ։ Այսինքն ինչքան փորձիդ շատանում է, այնքան դու արդեն կարիք չունես ինչ-որ բան ապացուցելու, գոռալու քո մասին։ Հա, բայց ոնց որ հակառակն էլ շատ կա, որ այնքան շատ են միանման կերպարները, որ այդ ֆոնի վրա ես նաև ընդունում եմ, որ հնարավոր է տենց միաձուլվել եւ տենց դա օքեյ է ինձ իրականում հիմա մտածում եմ որ այն պերիոդն է որ պետք է աշխատել ոնց որ դու ասեցիր ռեսուրսային լինելու վրա ռեսուրսային լինելու վրա բայց մի քիչ էլ կուզեմ պատմես օրինակ ոնց անենք երբ որ մենք աշխատում ենք ամբողջ օրը առավոտից երեկո պրոյեկտներ նկարանումներ դու քո մասնագիտությամբ բժիշկ ես դու էլ քո զբաղվածության ռիթմը ունես հա օրվա ոնց անել որ այդ ամեն ինչի հետ մեկտեղ իրոք հասցնես քնել այդ ժամին ոնց պահպանել այդ ռեսուրսային լինելը տոկոսային ինձ թվում է այստեղ շատ կարևոր է ուղղակի դիսցիպլինան միշտ պահել այսինքն թեկուզ եթե գործեր շատ ունես
իմ կարծիքով ես ավելի լավ է շուտ քնեմ, հետո շուտ զարթնեմ, այդ գործը անեմ։ Իհարկե լինում են ինչ-որ իրավիճակներ, որ չես կարողանում, բայց ինձ թվում է այստեղ բանալին կոպիտ ասած դիսցիպլինան է, այսինքն փորձես հստակ քո ռեժիմով շարժվել, քո սննդակարգով, այսինքն չշեղվես, խառը չսնվես, ճիշտ ժամին քնես, ջուրը խմես, ջուրը շատ կարևոր է այստեղ, որովհետև ջրի միջոցով մեր օրգանիզմը մաքրվում է համ ինֆորմացիայից, համ տոքսիններից, այսինքն ջուրը ամեն ինչ մաքրում է, ջուրը մենք ջրից ենք կազմված։ Այս ֆունդամենտալ բաներ են, որ պիտի մենք դարձնենք մեր առօրյան ու գոնե դրանք պարտադիր պահենք, որովհետև կյանքում տարբեր իրավիճակներ են լինում, գոնե մենք մեր հույսը դնենք մեզ վրա, որ մենք լավ քնում ենք, լավ սնվում ենք, ջուրը խմում ենք, մնացածը արդեն կողքից կկարգավորվի։ Մի քանի ամիս առաջ քեզ հետ եմ խոսել այս մասին, ուսանողական տարիներից անցում կատարելով արդեն մյուս էտապը կյանքի, երբ որ շատ էի ճամփորդում, սովորում էի, աշխատում էի, շատ տարբեր երկրներում էի ապրում, եւ նաեւ այդ անցումնային էտապները, երբ որ դու քեզ հանգիստ ես տալիս, ես ձեռք բերեցի eating disorder, այդ հայերենով սննդային վարքի խանգարում։ Հա, ես ձեռք բերեցի սննդային վարքի խանգարում։ Մեկ ուրիշ ոդկասթի ժամանակ կխոսենք այդ սննդային վարքի խանգարման մասին, բայց երևի 7-8 տարի շարունակ ես չէի գտնում ելք, ոնց կարող եմ այդ վարքագծի վրա ազդել, ոնց կարող եմ այդ վարքագիծը շտկել, քանի որ իմ ուղեղը ուղղակի միտքս չէր կարողանում ընդունել այս նոր սովորությունը, այդ շատ ծանր էր, բայց դրա ճանապարհը լրիվ փոքրիկ սովորություններով ինձ հետ սովորեցնելն էր եւ հենց ջուրն էր իրականում, որովհետեւ թվում է թե որ հեսա գնաս բժշկի, քեզ դեղեր կնշանակեն կամ ինչ որ մեկը մոգական ուժով կփոխի քո իրականությունը, բայց մինչեւ դու չես սկսում մտածել այդ ուղղությամբ ու այն ամենատրամաբանական փոքրիկ քայլերը ձեռնարկում, իսկապես գլոբալ ոչինչ չի փոխվում։ Դա ուզում ասի, որ այստեղ առաջին քայլը ընդունելն է, այսինքն դու ասացիր, որ չէիր կարողանում ընդունել այդ նոր իրականությունը, այստեղ առաջին քայլը ընդունելն է։ Ընդունել ու արդեն աշխատել այդ խնդրի հետ, էսա, հիմա այս պահին էսա, պիտի հարմարվես, որ ինքը կարա երկար տևի, process է, պիտի դրա մեջով անցնես, այստեղ ամենադժվար քայլը եւ առաջին քայլը ուղղակի ընդունել ու իր հետ արդեն մտնել ինչ-որ process-ի մեջ, աշխատել եւ տարիքի հետ արդեն 30-ը որ գալիս է, հասկանում ես, որ անցել ես ինչ-որ բաներ։ Այո, 30-ը որ գալիս է, այդ խնդիրը ուղղակի հեռանում է, որովհետեւ ասում կներես այդ ժամանակը։ Պիտի ինձ թվում է չկա մարդ, որ իր կյանքում ինչ-որ challenge-ների մեջով անցած չլինի։ Ես ինքս ունեցել եմ ինչ-որ ծանր շրջան իմ կյանքում, որ ինչ-որ անկապ տեղից ուղղակի իմ մոտ սկսվեց ինչ-որ տագնապային վիճակ, ու ես մտածում էի, լավ, ինչի էլի, ինչ-որ ուզում էի կա, բայց ինչ-որ լավ չէի, ու հասկացա, որ իրականում ինչ-որ մի շրջան, ուղեղը քո համար ստեղծում է ինչ-որ անհարմար իրավիճակ, որ դու հաղթես ինքդ քեզ կոպիտ ասած, դու ինչ-որ process անցնես, որ մի աստիճան բարձրանաս, որովհետև եթե միշտ դու լինես քո կոմֆորտ զոնայում, դու աճ չես ունենա։ Պետքա ինչ-որ այդ մեր ուղեղն է անում իրականում, ես ասեմ ինչ-որ արտաքին իրավիճակներ չեն, մեր ուղեղը ստեղծում է մի իրավիճակ, որ դու մի աստիճան բարձրանաս, կամ 2 աստիճան։ Ես դրան կոչում եմ call for adventure, այդ չգիտեմ ոնց ասեմ, կան չէ մարդիկ, որ ամբողջ կյանքը հանգիստ ապրում են, գործի տուն, գուցե այդ challenge-ները չես տեսնում դու, բայց կան մարդիկ, որ քո աչքի առաջ ինչ-որ անդադ ինչ-որ վառ բաներ իրենց կյանքում կատարվում։ Այդ call for adventure-ն է, որ մտքովդ անցավ այդ okay, ես սա հետևից կգնամ, բայց ինչ է, ես ինչի չգիտեմ։ Թե չէ հակառակը կարող ես հարմարվել եղած այդ կրթությամբ, քաշովդ, սոցիալական իրավիճակով ամեն ինչ հետ կարող ես հարմարվել, դա դու ես ընտրում, բայց դե ոնց որ դրա մեջ կարող ես եւ լավը գտնել ու շատ երիտասարդացնել ու ուրախացնել քո կյանքը էլ ավելի եւ հակառակը դա դասնել դժբախտություն, դժվար է, չի ստացվում։ Օրինակ ինձ հաճախ են ասում, ինչ ես այդքան պոզիտիվ կամ ինչ
Իրականում այդ շատ հավես բան է, Չի լսել նման հարց, որ ասեն ինչ ես։ Զարմանում եմ, դու մի բանից չես նեղվում եւ այլն։ Ասում եմ, լինում է, էլի, ասում եմ, դե դարի բացատրի, որ այդ հիմա եմ հասել դրան, միջև այդ կարող ասեի, վայ, եւ բացարձակ չեմ հանդուրժում այդ բողոք այլևս։ Մի տեսակ, էդ էլ է երևի մի բան, որ տարիքի հետ ունենում։ Մի խոսքով լավ լինելու մասին կարելի է անverջ խոսել, բայց ես ուզում եմ, որ մենք այս թեման շարունակենք զարգացնել եւ իսկապես շերտերով բացենք, չանես, որ քեզ լավ զգաս, լավ լինել, որակյալ կյանք ունենալ։ Հիմա վերջը դա ինչ է։ Ու ինձ թվում է, որ ակտուալ է բավականին եւ կարծում եմ, որ ես էլ դու էլ ունենք այն ռեսուրսը, որ կարողանանք այս ինֆորմացիան զրուցել, չէ՞, ուրիշների հետ։ Այո։ Ու շուտով մենք կունենանք մի շատ հետաքրքիր հյուր, շատ խելացի, խորքային, ում հետ ես ու Աննան արդեն բավականին երկար ճանապարհ ենք անցել ու իրեն շատ վստահում ենք։ Կուզենք իր մտքերը ձեր հետ էլ կիսել, այնպես որ սպասեք մեր հաջորդ էպիզոդին։